Բարի ժողովուրդ ջան, լսեցի Վարդևանյանի ելույթը Սահմանադրական դատարանում։ Ասում եմ դուք չունեք ոչ մի օրինական ուժ ստացած արդեն դատական ոճի, որ մեր թիմը կաշառքա բաժանել։ Վարդևանյան, ես քեզ առաջարկում եմ ընդհանրապես այս գործընթացը Սահմանադրական դատարանում դադարես, սպասես, այդ դատական վճիռները լինի, հետո վերաքննիչ, հետո վճռաբեկ, դիմելով այս սենց մինչև հասնի են փուլին, որ հաստատվի, որ ձեր թիմի անդամներից բռնած կաշառք են բաժանել, հետո նոր մտեք Սահմանադրական դատարան։ Ես ինչ մի լավ օգտագործում ես այդ պահը։ Հիմա մենք մեղք ունենք, որ ասենք process գոյություն ունի դատական, հա? Ու իր ժամկետներն ունի այդ դատական process-ները։ Ես ինչ լավ ես օգտագործում, ընդհանրապես դուք վիժվածքները բոլորը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր օրենք շատ լավ կիրառում եք, օգտագործում եք թե ժողովրդի դեմ, թե Հայաստանի Հանրապետության պետական շահերի դեմ։ Դեմ ես, որ նման գործերը քննարկվում է Սահմանադրական դատարանում կաշառքի մասով։ Բա դու էլ բեր, չեմ ասում 250 հատ, բեր գոնե 20 հատ։ Կաշառքի մասով, որ ԿԲՆ բաժանել, բեր, ի՞նչ ես բերում, Վարդևանյան։ Ի նկատի ունեմ, որ դեռ դատավճիռ չկա նման գործերով, էլի քրեական վարույթներ են։ ԿՊ-ի կողմից էլի, որ իրանք են բաժանել, ի՞նչ ես բերում։ Բալա Վարդևանյան, հիմա ասում ես չկա ոչ մի դատական վճիռ օրինական ուժի մեջ մտած։ Okay, հիմա մի հատ հարց տամ։ Հիշում մի հատ շռան ունեիր, պաշտպանում էիր դրան, որը պետական հանցագործություններ ա կատարել։ Ժամանակի նախագահ ա եղել։ Ինչ արեցիր դու, որպեսզի այդ դատը ավարտվի, Վարդևանյան։ Հիշեցնեմ։ Դու միջնորդություն ներկայացրեցիր վաղեմության ժամկետ կիրառելու համար։ Ու դատավորը կիրառեց։ Որտեվ այո, դու իրավունք ունեիր նման միջնորդություն ներկայացնեիր, դատավորն էլ պարտավոր էր այդ միջնորդությունը ընդունել։ Ինչ է նշանակում, Վարդևանյան, միջնորդություն ներկայացնել, վաղեմության ժամկետ կիրառել։ Հիշեցման կարգով ասեմ, Վարդևանյան, դա նշանակում է, որ քո շռանը պրիզնատ է գալու, որ ինքը մեղավոր է։ Եթե դու դիմում ես դատարան ու վաղեմության ժամկետ ես կիրառում, այդ միջնորդությունն ես ներկայացնում, դա նշանակում է, որ քո պաշտպանյալը պրիզնատ է գալու, որ ինքը մեղավոր է։ Չէ՞։ Գիտես, չէ՞ այդքանը։ Բա դու դրանից հետո ո՞նց ես կանգնում ասում մենք ընդդիմություն, այսինքն դու գիտակցաբար հասկանալով, որ քո պաշտպանյալը մեղավոր է, դու էլ իր հետ ընդդիմություն ես խաղում, իհարկե թռել ես իր թիմից։ Երևի ինքը այդքան չի տալիս, ինչքան Սամոն։ Կասկածներ ունեմ, էլի։ Հայ, ես ուզում եմ հասկանամ այս կապիկությունը երբ ավարտվելու զզվել եք սաղդ։ Հա, իդե մոռացա ասեմ, Վարդևանյան, այն որ ասում է հետգրություն։ Չմոռանա Սահմանադրական դատարանում մի հատ են քո հայտարարությունը, որ դուք հանգարց լինեք ղեկավարություն, անենց օրենք եք կիրառելու, որ ադրբեջանցիները իրավունք չունենան ստեղ ինչ որ գույք գնեն, հող գնեն, սեփականություն գնեն եւ այլն։ Մի հատ էդի բարձրաձայն էլի Սահմանադրական դատարանում, միգուցե Սահմանադրական դատարանի դատավորները ընդհանրապես հրաժարական տան, էլի քեզ կօգնի էլի, որտեղ իրանց ուղեղի մեջ չի տեղավորի, ոնց կարա փաստաբանը նման հայտարարություն անի, իրավաբանը նման տագետ հայտարարություն անի։ Էլ չեմ ասում, որ որպես քաղաքական գործիչ արդեն նման հայտարարություն անի։ Հա, մեկ էլ մի բան էլ հիշեցի։ Այդ որ ասում եք դատարանում, չէ՞ մի ասեք, որ կուսակցությունն է հենց կոնկրետ կաշառք բաժանել։ Մի տիկից մի արեք, այսինքն մատով ցույց մի տվեք, որ կուսակցությունն է նման նյակ կերել։ Չհասկացա։ Խի ազգությունը դեռ նշում, որ տենց խառնվել ես իրար։ Հը՞։ Վարդևանյան։ Կարող է Սահմանադրական դատարանը ոչ թե կուսակցության անունն են տալիս, այլ ազգության։ Կամ այդ ձեր ընդդիմության, այդ խմբակի փոքր դրանց ազգության, հը՞։ Այսինքն հարցեր ա ցակում։ Մեկ։ Չէ, ես գիտեմ, որ այս Սահմանադրական դատարան այս հայցը ներկայացնելը ձեր կողմից կապիկություն է, ընդհանրապես ձեր ընտրողների համար այս կոնցերտը, այս ցիրկը, բայց միևնույնն է, ես սպասում եմ, թե երբ է Նիկոլ Փաշինյանը կատարելու իր բոլոր ասածները, որ 3 գլխանի հրեշին ծխելու է, դրան եմ սպասում։